Մարդու ձեռք չի դիպել 3 վիրահատությունների ընթացքում, ամեն բան արել է ռոբոտը, հյուսվածքները նուրբ անջատել, կարել է բարձր պրոֆեսիոնալ բժշկի պես։ Հայաստանում այլևս իրականություն է ռոբոտային վիրահատությունը, առաջին անգամ օրեր առաջ են կատարել, այն համարվում է աշխարհի ամենանորարար բժշկական տեխնոլոգիաներից մեկը։ Վիրահատությունն իրականացվել է բարձրակարգ մասնագետների կողմից հատուկ ռոբոտային համակարգի օգնությամբ։ Բժիշկը վերահսկում է ռոբոտի շարժումները, ապահովելով առավելագույն ճշգրտություն ու անվտանգություն։ Համակարգը բաղկացած է 3 հիմնական ու 1 փոքր հատվածներից։ Վիրաբույժն ինքն է ղեկավարում ռոբոտի ձեռքերը։ Մյուս համակարգը հնարավորություն է տալիս վիդեո տարբերակով տեսնել վիրահատությունը, ապահովելով լույսի աղբյուրը, էլեկտրոբուժական սարքավորումները։ Հնարավորություն է տալիս միլիմետրի ճշգրտությամբ իրականացնել ամենանուրբ շարժումները 3D տեսողական եւ դաշտում եւ բավականին մեծ խոշորացմամբ, ինչը թույլ է տալիս տեսնել անգամ ամենանուրբ նյարդաթելերը, ամենանուրբ անոթները, բնականաբար նվազեցնելով վիրաբուժության հետ փոխկապակցված ռիսկերը։ Բժիշկների խոսքով Հայաստանում ռոբոտային վիրահատություն կատարելու գայթակղիչ միտքը ծագել է դեռ տարիներ առաջ։ Արտերկրում վերապատրաստման ընթացքում հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ հանդիպել են ռոբոտային համակարգին ու մտադրվել Հայաստանում էլ պետք է լինի։ Համակարգը թերևս աշխարհում այն եզակի համակարգերից է, որի վրա իրականացվել է ամենահեռավար վիրահատությունը եւ մասնագետը, որը ունի այ վիրաբուժական պլատֆորման, կարող է Շանհայից, Մոսկվայից, Բրյուսելից կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների ցանկացած կետից, Բրազիլիայից անգամ իրագործել 5G գերարագ ինտերնետի միջոցով վիրաբուժական գործողություն։ Առաջին 3 վիրահատությունների համար ընտրվեցին 3 տարբեր մասնագիտություններ ու անցան գործի՝ վիրաբուժություն, ուրոլոգիա, գինեկոլոգիա։ Մասնագետները ձևավորեցին ռոբոտի թիմն ու գնացին վերապատրաստման Բելգիայում, Շանհայում ու ռոբոտի համաշխարհային կրեդիտավորված լիցենզավորված կենտրոնում։ Ստացան ռոբոտի հետ աշխատելու լիցենզավորում մարդկանց վիրահատելու համար։ Բժիշկը պատմում է, այլ կլինիկայում է ախտորոշվել իր վիրահատված բուժառուն, ով սոնոգրաֆիա է անցել, որից հետո էլ ուռուցք է հայտնաբերվել։ Սկզբից իհարկե ինքն էլ էր ասում, որ բժիշկ ջան, ես քեզ եմ վստահում, ես չգիտեմ ռոբոտն ինչ է, հետո երբ որ բացատրեցի, շատ ուրախացավ եւ ցույց տվեցի վիդեոները, որ աշխարհում ամենավերջի թրենդն է, սրանից այլ բարձր զարգացվածության աստիճան վիրաբուժում չկա, շատ ուրախացավ հիվանդը, որ ինքը շանս ունի Հայաստանում լինելով վիրահատվել ռոբոտով եւ ստանալ այդպիսի բարձրակարգ բուժօգնություն։ Վիրաբուժության ոսկե ստանդարտ համարվող այս ձեռքբերումը բժիշկների խոսքով կարևոր քայլ է ոչ միայն բժշկության, այլև գիտատեխնոլոգիական առաջընթացի տեսանկյունից։ Մասնագետները հույս ունեն, որ այն նոր հնարավորություններ կբացի Հայաստանի առողջապահական համակարգի համար։ Գնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։